Գիտեք, սիրելիներ, Տերը կարող է իր արքայության մեջ ընդունել մարդու, ում ապաշխարությունը շատ թեր եղել, բայց սա չի նշանակում, որ մենք կարող ենք այս ձևով ապավինել, որ Տերը մեզ ողորմության պիտի արժանացնի։ Մարդ չպետք է իր ապաշխարության ճամփան կանգ առնի կամ կիսատ թողնի կամ ընդհանրապես մոռանա։ Ինչ է նշանակում կիսատ ապաշխարություն կամ ովքեր են կիսատ ապաշխարածները։ Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում մեկ օր աղոթում են, հետո ամիսներով չեն աղոթում, սա կիսատ ապաշխարություն է։ Երբ որ մի քանի օր Աստվածաշունչ ես կարդում, բայց քո ամբողջ կյանքում չես կարդում այլևս, կիսատ ապաշխարություն է։ Եթե որոշակի մեղքերի դեմ պայքարում ես մյուսների հանդեպ անտարբեր ես, սա էլ կիսատ ապաշխարություն է։ Եթե մի քանիսին ներում ես մյուսների հանդեպ աններող սիրտ ունես, սա էլ կիսատ ապաշխարություն է։ Երբ որ Տիրոջը սիրում ես, բայց քո ամբողջ սրտով նրան նվիրված չես, սա էլ կիսատ ապաշխարություն է։ Ապաշխարությունը պետք է լինի կատարյալ։ Չի կարելի կիսատ ճանապարհին կանգ առնել, որովհետև կատարյալ ապաշխարությունն է, որ մեզ հասնում է նպատակին, որի համար Աստված իր զավակին զոհաբերել է, մեր փրկությանը։ Մենք կարող ենք հայտնվել երկնքում կիսատ ապաշխարության, բայց այն փառքը, այն երանությունը չենք ունենա, որ կունենան ամբողջական ապաշխարություն անցած մարդիկ։ Բոլոր քրիստոնյաներն էլ, ովքեր ապաշխարության ճանապարհ են անցել կամ ապաշխարում են, ինձանից սկսած, բոլորս ունենք մեղքեր, որոնց հանդեպ հատուկ համակրանք ունենք։ Ամեն անգամ մենք ուզում ենք վերադառնալ այդ մեղքերին եւ գործել։ Տերը գիտի սրա մասին, որ մեր մարդկային բնությունը շատ թույլ է, բայց Տերն ուզում է, որ մենք ամբողջ սրտով պայքարենք այդ մեղքի դեմ։ Եթե մենք Տիրոջը կարողանանք սիրել մեր ամբողջ սրտով, հոգով եւ էության, մենք ամեն բան պիտի անենք, որպեսզի հասնենք այդ սրբությանը կատարել ապաշխարության միջոցով, որովհետեւ չի կարելի ասել ես ապաշխարել եմ, ապաշխարում եմ կամ ապաշխարած եմ եւ շարունակել փնտրել այն մեղքերը, որոնք մի ժամանակ մեզ համար հաճելի էին։ Դրա համար շատ մեծ եռանդ է պետք, որովհետեւ մենք կարող ենք կիսատ ապաշխարության փոքրիկ աստղ լինել երկնքում, բայց որպեսզի ճառագող արեգակ լինենք, մենք պետք է ամբողջական կատարել ապաշխարության ճանապարհն անցնենք։ Եվ Տերը դա է մեզանից փնտրում, երբ որ ասած եղեք կատարել ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարել։ Երբ որ ձգտում ես այդ կատարելությանը, դու փորձում ես քո հորը նմանվել, քո հոր ամբողջ սրբությունը, փառքը, երանություն ունենալ, դու փորձում ես այդ ապաշխարության միջով հասնել։ Ցավոք սրտի մեր կյանքի մեջ շատ են մարդիկ, ովքեր շատ մեծ ողջավորությամբ ապաշխարության կյանք են սկսում ու հանկարծ թողնում են, նորից վերադառնում են աշխարհ։ Որ պահին, որ դու սկսեցիր հավատալ Տիրոջը, վստահել նրան եւ փորձել ապաշխարության ճանապարհով մաքրվել, աշխարհը սատանան անտեսանք քեզ պատերազմ պիտի հայտարարի։ Քո բոլոր կրքերը, ցանկությունները պիտի բորբոքի քո մեջ, որպեսզի նորից վերադառնաս այնտեղ, որտեղ մի ժամանակ մեղքով իր գերին էր։ Եվ այս համառության պայքարի մեջ է, որ Տերն ուզում է, որ դու համբերություն դրսևորես, համառությամբ պայքարես եւ կարողանաս հաղթանակած դուրս գալ։ Երեք պատճառ կա, որ Տերն ուզում է դու այս ճանապարհն անցնես։ Նախ ինքդ քո հավատքի մեջ հաստատվես, ցույց տաս, որ դու կարող ես հաղթել եւ վերջապես դու ուզում ես, որ Տիրոջ հետ լինել։ Եթե դու ուզում ես, երբեք իրավունք չունես կիսատ թողնել եւ որոշակի օրերի կամ ժամերի համար պարզ ու գեղեցիկ քրիստոնյանել, այլ ամեն օր պարտավոր ես լինել այնպեսին, որովհետեւ Տերը այդպես եւ ասում է, թե ես ձեր հայրն եմ, ապա ուր է իմ պատիվը։ Ուրեմն մեր հոր պատիվը մենք ենք, մենք այդ ամենը պիտի վերադարձնենք մեր կյանքով, մեր խոսքով եւ մեր անցած ճանապարհով։